հայրենակիցներ, 8 տարի միևնույն դասարանում մնացածները իրենց իսկ խոստովանմամբ չեն կարող Հայաստանի համար զարգացում բերել, չեն կարող, բազապես չեն կարող, արդեն ապացուցել են, արդեն այս 8 տարի է նրանք ապացուցում են, որ միևնույն դասարանում են մնում, իրենց խոստովանությամբ եւ չեն կարողանում Հայաստանը զարգացնել, չեն կարողանում մեր կյանքը բարելավել։ Այսօր ամենավատ վիճակը, որ կա հասարակության բևեռացումն է, այս բաժանիր որդիր ես մոտեցումն է, եւ հենց սա է մենք մերժելով գալիս ենք իշխանության, որպեսզի մեր հասարակությունը լինի միամուռ իր տարբեր կարծիքներով, տարբեր մոտեցումներով հանդերձ, որպեսզի մի ընտանիքի ներսում վեճեր չլինեն քաղաքական ինչ-որ տարբեր հարցերի վերաբերյալ։ Հաջորդ վարչապետ Սամվել Կարապետյանը լինելու է բոլորի վարչապետը, բոլորի Հայաստանի Հանրապետության բոլոր քաղաքացիների վարչապետը։ Տարանջատում չի լինելու, թե դու ինչ քաղաքական հայացքների տեր ես, որովհետև հենց այս բաժանումների, պառակտումների արդյունքում ենք, որ մենք հասանք այսօրին։ Երբ տեսանք, թե ինչպես տարաբաժանվեց մեր ներդրումները Հայաստանի համար, բաժանվեցին մեր գաղափարները, բաժանեցին մեզ սև ու սպիտակի, բաժանեցին հարուստի եւ աղքատի, բաժանեցին արցախցու եւ հայաստանցու, շիրակցու եւ երևանցու։ Այս բոլոր բաժանումներն են, որ մեզ հասցրել են այսօրվան։ Եվ դեղատոմսը շատ պարզ է, ունենան ուժեղ առաջնորդ, ով կմիավորի հասարակությունը, ով կլինի Հայաստանի Հանրապետության բոլոր քաղաքացիների վարչապետը եւ բոլոր որոշումները հենց կվերաբերեն բոլոր քաղաքացիներին եւ նրանց բարգավաճմանը։ Հաջորդ վարչապետ Սամվել Կարապետյանը պետք է լինի ազատության մեջ, մեր հոգևոր հայրերը պետք է լինեն ազատության մեջ։ Սա մեզ համար խարան է, որովհետև Հայաստանի Հանրապետության անվտանգության համար ամենամեծ ներդրում ունեցող մարդուն պահում են անազատության մեջ։ Մեր հոգևոր հայրերին պահում են անազատության մեջ, մեր արժեքների մասին է սա խոսքը եւ չեն կարող ի վերջո լռել, չեն կարող հաշտվել այս ամենի հետ։ Ուժեղ Հայաստանում լինելու է ուժեղ առաջնորդություն, նոր առաջնորդություն։ Ազատություն Սամվել Կարապետյանին,